Շնորհակալություն հաջորդ հարցի համար Նաիրա Զորաբյան, խնդրեմ Տիկին Զորաբյան։ Շնորհակալություն, հարցս բնականաբար կրկին ուղղված է կառավարության ղեկավարին։ Շաբաթներ առաջ դուք ինքներդ ձեզ կարծում եմ ուղիղ եթերում հարց տվեցիք, ասելով, որ դուք պատասխանատուն եք, բայց արդյոք դուք մեղավորն եք։ Այո, դուք մեղավոր եք։ Դուք մեղավոր եք, որ Հայաստանը եւ Արցախը տարաք երաշխավորված պարտության։ Այո, դուք մեղավոր եք, որ հնարավորություն կար պատերազմի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 19-րդ, 20-րդ օրը կանգնեցնել այս կործանարար պատերազմը, ունենալ ավելի քիչ տարածքային կորուստներ, ավելի քիչ զոհեր, ինչը ասել են ձեզ թե գենշտաբի պետը, թե ինչպես նաև օրեր առաջ ասեց ԱԱԾ նախկին պետի պաշտոնակատարը, թե Ռուսաստանի նախագահը, դուք դա չեք արել, որտեղ դուք հայտարարեցիք, որ այդ դեպքում ձեզ կասեին Նիկոլ Դավաճան։ Այո, դուք մեղավոր եք 5000 եւ ասում են ավելի կամ պակաս զոհերի համար։ Այո, դուք մեղավոր եք տասնյակ հազարավոր անտուն արցախցիների համար։ Այո, դուք մեղավոր եք հաշմված մեր երիտասարդների համար։ Հիմա դուք խոսեցիք 3 տեսակի պատասխանատվության մասին՝ քաղաքական, քրեական եւ բարոյական։ Ես չեմ խոսելու քրեական պատասխանատվության մասին, դրա ժամանակը կգա։ Ես խոսելու եմ քաղաքական եւ բարոյական պատասխանատվության մասին։ Արդյոք չեք կարծում, որ քաղաքական եւ բարոյական պատասխանատվությունը ենթադրում էր, որ նոյեմբերի 10-ին այդ կապիտուլյացիոն ցեղասպանությունից հետո ամենախայտարակ հայասպան փաստաթուղթը ստորագրելուց հետո դուք եւ ձեր իշխանությունը պիտի հրաժարական տար։ Ես խոսում եմ բացառապես բարոյական պատասխանատվության մասին։ Ի վերջո, այստեղ ասում եք ընդդիմությունը վատն է, մենք վատն ենք, մենք շատ վատն ենք։ Այո, ընդունենք, որ ընդդիմությունը վատն է, թողենք մի կողմ ընդդիմությանը։ Դուք չեք կարծում, որ դուք չեք կարող լինել համաշխարհային պատմության մեջ բացառիկ նախադեպը, որ նման կապիտուլյացիայից հետո պիտի հրաժարական չտաք։ Ես խոսում եմ այս պահին բացառապես բարոյական պատասխանատվության մասին։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի քիչ հողային կորուստներով պատերազմը կանգնեցնելու ոչ մի հնարավորություն ըստ էության մենք չենք ունեցել եւ դա միֆ է եւ միֆ է նաեւ որ մենք պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկել։ Ես ձեզ հիշեցնեմ, որ հոկտեմբերի 11-ին Մոսկվայում ստորագրվել է եռակողմ հայտարարություն զինադադարի եւ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները շարունակելու վերաբերյալ։ Դրանից հետո եղել է Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը, դրանից հետո եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի միջնորդությունը։ Եվ սա շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր պատերազմը կանգնեցնելու համար։ Հիմա գիտեք ինչ, հետին թվով շատ հայտարարություններ են արվում։ Օրինակ ես հետին թվով արձանագրում եմ, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը տարածքները զիջելու կողմնակից է եղել եւ տարածքները հանձնելու կողմնակից է եղել, բայց այդ մասին ըստ էության չի բարձրացանվել։ Հիմա հետին թվով շատ հեշտ է դա արձանագրել։ Ես չեմ ասել, որ ես մեղավոր չեմ, ես ասել եմ, որ ես թիվ 1 պատասխանատուն եմ եւ հարց եմ տվել, արդյոք ես թիվ 1 մեղավորն եմ։ Այո, ես պատասխանատուն եմ եւ ես այսօր էլ կրում եմ այդ պատասխանատվությունը։ Որովհետեւ այդ պատասխանատվությունը ամսի 9-ով չի ավարտվում։ Այդ պատասխանատվությունը շարունակվում է նաեւ 9-ին, 10-ին, 11-ին եւ մինչեւ օրս։ Արդյոք գտնում ենք, որ պետք է հրաժարական տանք, եթե գտնեինք այդպես հրաժարական կտայինք։ Եվ դա կլիներ գուցե թե շատ հեշտ լուծում։ Եվ դա գուցե թե կլիներ նաև անպատասխանատու լուծում։ Եվ մենք պատրաստ ենք կրել մեր քաղաքական պատասխանատվությունը, եւ մենք կկրենք մեր քաղաքական պատասխանատվությունները, բարոյականներ, մնացած բոլոր հնարավոր պատասխանատվությունները, որ պիտի օբյեկտիվորեն կրենք։ Եվ կկրենք այդ պատասխանատվությունը մեր ժողովրդի առաջ։ Եվ սրանից որևէ մեկը չի խուսափել ու չի խուսափում, ու չի խուսափի։ Եվ պատասխանատվության մաս է նաև ժողովրդին պատկանող իշխանությունը
պաշտպանել, պահպանել այնպես, որ որևէ մեկը ժողովրդուն իշխանություն ձևավորելու ժողովրդի իշխանությունը չխլի այնպես, ինչպես շատ երկար ժամանակ Հայաստանի Հանրապետությունում խլված է եղել։ Եվ նաև այդ process-ների արդյունքում եւ հետևանքով է, որ մենք հանգել ենք այսօր այսպիսի իրավիճակի։ Շնորհակալություն։ Արձագանք Տիկին Զորաբյան։ Կարող ենք 3 արձանագրում անել ձեր պատասխանից։ Արձանագրում առաջին, որ Գենշտաբի պետը ստում էր, երբ որ ասում էր, որ 4-րդ օրը ձեզ արդեն զեկուցել է, որ պատերազմը պիտի կանգնացվի, որովհետև մենք կունենանք շատ ավելի զոհեր եւ բանակցային գործընթացում շատ ավելի վատ պայման։ Կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանի նախագահը ստում էր, երբ ասում էր, որ ձեզ առաջարկել է հոկտեմբերի 18-ին շատ ավելի շահեկան պայմաններով կանգնեցնել պատերազմը Շուշին մնալով մեր վերահսկողության ներքո եւ ինքն էլ չի հասկացել, թե դուք ինչու դրան չեք արձագանքել դրական իմաստով եւ կարող ենք այլևս արձանագրել, որ դուք չեք կրում ձեր բարոյական պատասխանատվությունը ենթադրում է, որ դուք հրաժարական չեք տալու։ Հրաժարականի վերաբերյալ հարցերին ես պատասխանել եմ այսօր այդ թվում բազմիցս եւ ելի ուզում եմ հիշեցնել, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ համաձայնության հասնելը մեր առաջարկն է, որը գոյություն ունի, ինչ վերաբերվում է մնացած հատվածին, ես իմ հարցազրույցներում բոլոր մանրամասներին անդրադարձել եմ եւ ես ուզում եմ ասել հետեւյալը, որ ընդհանրապես չի եղել քննարկման այնպիսի մի տարբերակ, որ ադրբեջանցի փախստականները ոչ միայն հիմա, ընդհանրապես բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որ ադրբեջանցի փախստականները Շուշի չվերադառնան։ Իսկ Շուշին հակամարտությունից եւ ազատագրումից առաջ ունեցել է 90 եւ ավելի % ադրբեջանական բնակչություն։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ 90 եւ ավելի % ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկական է այդ կարգավիճակով եւ մեկ էլ ասում եք, բա հայտարարել ես Արցախը Հայաստան է։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, եւ դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք այդ դիրքորոշումը եւ պաշտոնապես արձանագրեք։ Շնորհակալ։ Շնորհակալություն։ Արփինե Դավոյան, համեցեք, հանում եք հարցը, շնորհակալություն։ Կարինե Պողոսյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Փաշինյան,